Եվ այսպես ուշադրություն համացանցում տարածվում է Սոնա Շալգերդյանի և Շուշան Պետրոսյանի միջև ծագած վիճաբանությունը, այս անգամ էլ Շուշան Պետրոսյանն է պատասխանել երգչուհի Սոնային։ Եվ առհասարակ ինչա տեղի ունեցել, Շուշան Պետրոսյանը հաղորդումներից մեկի ժամանակ Սոնային ծաղրում է, ըստ էության նրան չհամարելով երգչուհի կամ վատ երգչուհի, նման տպավորություն է թողնում հաղորդման ընթացքում, որից հետո նույն հաղորդմանը կանչում են արդեն Սոնային, Սոնան խոսում է այն մասին, որ նախ ինքը նորմալ է ընդունում Շուշան Պետրոսյանի պահվածքը, ավելի մանրամասն մեջբերում ենք Սոնայի խոսքերը։ Ես շատ լավ եմ վերաբերվում, որովհետև շատ աստվածավախ մարդ եմ։ Ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված, թե ինչ եմ արել, երևի խանգարում եմ շատ հարցերում, եւ որպես լավագույն երգչուհի եւ մարդ, որովհետև PR-ի կարիք ունեն, ինձ են հիշում, ես ավելի բարձրանում եմ։ Ինձ չեն կարող պախարակել, ես պարապ մարդ չեմ։ Ինչ որ մեկից նստեմ, խոսեմ, երևի պատվեր է եղել, որ այդպես խոսեմ։ Չգիտեմ ինչով է պայմանավորված այդ չարությունը, ամենակարևորը սխալը հասկացել են, զանգել են ինձնից, ներողություն են խնդրել, ասել է երգչուհի Սոնան։ Սոնային այսպես պատասխանել է Շուշան Պետրոսյանը, ասելով, որ ինքը Սոնայի հետ խոսել է 2018 թվականից առաջ։ Շուշան Պետրոսյանը այսպիսի մի հայտարարություն է ևս արել, որը քիչ սկանդալային չէ, ասելով հետևյալը, որ երբ որ երգչուհի Սոնային բոլորը ծաղրում էին իր ռուսերեն վատ խոսելու համար, Շուշան Պետրոսյանը, այսինքն ինքը, միակն էր շոու բիզնեսում, որը հրապարակայնորեն պաշտպանել է Սոնային, երբ նրան ծաղրում էին։ Շուշան Պետրոսյանը ինքը քաղաքական գործիչ էր ժամանակին, երբ որ երգչուհի էր, բայց միացավ Հանրապետական կուսակցությանը, չգիտես ոնց, չգիտես ինչի։ Շուշան Պետրոսյանը այն մարդկանցից է, որը ի սկզբանե քննադատել է հեղափոխությունը, իսկ Սոնան այն մարդկանցից է, որը ի սկզբանե եղել է հեղափոխականներից մեկը, եւ նրանք տարբեր բևեռների մարդիկ են, տարբեր քաղաքական հայացքների, եւ շատ ցավալի է իհարկե, որ քաղաքական հայացքներից ելնելով կարելի է հրապարակայնորեն այսպիսի հայտարարություններ անել շոու բիզնեսի գործընկերների նկատմամբ, եւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությունը բաժանում է նույնիսկ ընտանիքներ, էլ ուր մնաց, որ շոու բիզնեսում մարդիկ շարունակեն իրար երեսի կարողանալ նայել, որովհետև այսօր շատ քչերը կարող են պարզ աչքերով մեկը մյուսին նայել, այնպիսի բաներ են խոսում մեկը մյուսի ետևից, որ եթե դրանք հրապարակվի, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մի քանի ժամանակ կարող է նաև կոնտուզիա տանել։ Մենք համարել ենք եւ համարում ենք, որ Սոնան նախ առաջին հերթին լավ մարդ է, հարգանք ունի, գնահատված է եւ առհասարակ ծախված չէ շատ շատերի նման, որոնք Սերժ Սարգսյանի կնոջ Ռիտա Սարգսյանի երգիչների խմբակի անդամներ էին, Ռիտայի աճեցրած երգիչները, Սոնան որևէ մեկի կողմից չի աճեցվել, անկախ նրա քաղաքական հայացքներից, հայ ժողովուրդը նրանից որևէ վատ բան չի տեսել, իսկ Շուշան Պետրոսյանը մտել է մի կուսակցություն, որը երկար տարիներ հայ ժողովրդի այրունը խմել է, եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, եթե ինչ որտեղ անհամաձայնություն ունի այս իշխանության հետ եւ մտածում են, որ այս իշխանությունը չի կատարել 2018 թվականին տրված խոստումների մեծ մասը, դա չի նշանակում, որ նախկին քաղաքական դիակները կարող են վերակենդանանալ, այնպես որ այդ դիակների համար անընդհատ մոգական աղոթքներ անողները թող հանգիստ նստեն իրենց տեղերում, բոլորին էլ ժողովուրդը ճանաչում է եւ բոլորին էլ ժողովուրդը իր գնահատականը տվել է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Գյումրիում փոքր-ինչ, ինչպես ժողովուրդն է ասում, քեֆը լավ վիճակում հայտնվել է լրագրողների թակարդներում եւ անդադ մի խոսքով խմած մարդ են տեսել ու վրա են տվել, հարձակվելով այս մարդու վրա եւ կապ չունի ինքը որ կուսակցության պատգամավորը, կապ չունի ինքը
ինչ էր խոսում ընդհանրապես կիրակի օր մարդը գնացել էր հանգստանալու, խմել էր նաև եւ այդ ընթացքում լրագրողները վրա են տվել։ Էլ չենք ասում, թե դուք ինչ եք անում, կազինոներում ոնց եք պետական բյուջեն կրվում, ձեր նարկոման շրջապատները։ Երբևիցե այդ լրագրողները տեսել են իրենց ղեկավարներին, իրենց ֆինանսավորողներին քթերը քաշած եւ պոլերին թավալ գալուց։ Թող այդ նկարեն ու հանրությանը ցույց տան, ոչ թե ինչ-որ մեկը խմել ա, հիմա ով չի խմում։ Եվ ցավն է, որ այդ են ներկայացնում ժողովրդին, դրանով ոչ իրանց ռեյտինգը իջնելու է եւ ոչ էլ բարձրանալու է, դա նորմալ երևույթ է, դա քաղաքական ինչ-որ գործնեություն չի, որ ձախողվեց, դա ուղղակի կիրակի օրով մարդը գնացել էր հանգստանալու, հիմա խմել ա, դա նկարելը եւ ցույց տալը լեկտիվություն է։ Սերժ Սարգսյանը, որ հանգստանում էր Մոնտե Կարլոյում, որևէ մեկը նկարեց եւ գցեց համացանց, եւ դրա մասին տարածվեց տեղեկատվություններ, թե Սերժ Սարգսյանը ինչպես էր հանգստանում, խմում էր, թե ուրիշ բաներ էր անում, դրա մասին ոչ մեկ չիմացավ։ Իսկ ինչ վերաբերում է Գյումրիի ընտրություններին, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները, բայց չի կարողացել 50%-ից ավել հասնել եւ եթե այսօր ընդդիմությունը ամբողջությամբ միավորվի, կկարողանան քաղաքապետ ընտրել ըստ էության Վարդան Ղուկասյանի նախկին քաղաքապետին եւ ՔՊ-ն կդառնա այժմ, եթե այդպես պլանավորվի, ընդդիմություն։ Վարդան Ղուկասյանը ինչպես է աշխատելու այսօրվա կառավարության հետ, չենք կարող իհարկե ասել, թե դա ինչպես կլինի, որովհետև շատ բարդ է։ Գյումրին է տուժելու, եթե կառավարությունը եւ ընդդիմադիր հնարավոր քաղաքապետը չկարողանան աշխատել միմյանց հետ։ Գյումրեցիների մեծամասնությունը ընտրել է Սարիկ Մինասյանին։ Անարդարացի կլինի, որ Սարիկ Մինասյանը չընտրվի քաղաքապետ եւ ընտրվի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը Սարիկ Մինասյանից կրկնակի անգամ քիչ ձայներ է հավաքել։ Եվ նաեւ Գյումրի ընտրությունները սարքեցին եսիմ ինչ, օրինակ Գյումրիում ապրում է նույնքան մարդ, ինչքան որ ապրում է Երևանի ինչ-որ մի թաղամասերից մեկում։ Սարքեցին համապետական ընտրություններ, երկրի իշխանություններին հեռացնելու չգիտես ինչ, իշխանությունները հավերժ չեն եւ ծիծաղելի կլինի, որ իշխանությունները լինեն հավերժ, հեղափոխությունը եղել է այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը կարողանա իշխանություն փոխել ընտրությունների ճանապարհով, եւ եթե ժողովրդի իշխանությունը փոխում է ընտրությունների ճանապարհով, ուրեմն մենք երջանիկ պետքա լինենք, որ հեղափոխության արդյունքները ստացվել են, բայց երբեք չպետք է իշխանությունը փոխանցվի այնպիսի մարդկանց, որոնք իրանց տարիներին կեղծել են ընտրություններին նախորդող օրերին եղել են սպանություններ, վախեցումներ,